Եվրոպամետները հրճվում են, ոնց որ ձմեռ պապիկը մտած լինի մանկապարտեզ, կայա կալլասներ եկել ու Մակրոններ զանգել։ Լսեք, այ հիմա շատ պարզ երևում է եվրոպական երկակի ստանդարտներով, օրինակ, իրանց դիվանագիտությունը։ Լսեք, Եվրոպայում, եթե ինչ-որ մի մարդու բռնեն, են էլ մեծահարուստի, ասենց հիմար մեղադրանքով, ոնց որ տաշիրն են բռնել, էլի Սամոյի։ Լսեք, Կայա Կալասի ու Մակրոնի ոռն ու բերանը մեկ կանեն։ Բայց տեսեք, իրանք աչք են փակում այս ամեն ինչի վրա։ Եթե Հայաստանում դիկտատուրա է լիներ, իրանք աչք էին փակելու։ Գալու են ասեին, մենք Հայաստանի կողքն ենք, սա լավ մատաղացու անասուն, այ տեսեք, մեջքը քորենք, տանենք բան, էլի։ Մտցնենք Թուրքիայի փաչեկի արանքը, էլի։ Կամ նույն բանը են, տեսերին բանին են, ինչ էր անուն, Աճապարյանին։ Մարդը 4 տարի առաջ հրապարակայնորեն մի միտք արտահայտել, 4 տարի հետո գան բռնեն արա։ Աչքից լույսը չի, բայց ես ճիշտ տեսանկյան կողմն եմ, էլի։ Ու այս ամեն ինչը Եվրոպայում լիներ, իրանք տենց սիրուն կարող էին մանգալ, Մակրոնին ասում են, բան կանեն ընդեղ, Էյֆելյան աշտարակը ոռը կկոխեն։ Իսկ այդ ղախպեն կներեք, էլի ուրիշ ձև չկա, այս ամեն ինչին աչք կա փակում։ Այս սա է, նայեք անբարոյականություն հասկանում եք։ Լսեք, ոչ մեկ այսօր այսա դաս եղավ, նույն տաշիրին էլ, տերդերներին էլ, իրանց սրած միզը իրանց կամակը մտավ։ Որ պետք է լինի ազնիվ դատարան, հասկանում եք, ոչ թե իշխանության, սենց ասած, մարիոնետը էլի են, խամաճիկային դատարան։ Ոչ մեկ ձեզանից, լսեք, ով ուզում ա լինեք Հայաստանի քաղաքացի իշխանավոր, թե ինչ, դուք երաշխիք չունեք, որ այդ դատարանը չեք ընկնելու։ Իսկ տեսեք, այս ամեն ինչին աչք են փակում, աչք են փակում։ Այս նույն գործերը մտնի են եվրոպական դատարան, միանգամից այնտեղ բան ա լինելու, արդարացվելու են այս մարդիկ։ Իսկ նրանք գալիս են, տեսեք, այսենց են էշի տեղ դնում, հասկանում եք, փոխարեն գային ասեն, Նիկոլ, այս դատարանները ինչ է։ Իրանք ամեն ինչը գիտեն, իրանք մոտ զեկույցները լրիվ ամեն ինչ շատ ճիշտ ձևով գնում է իրանք դեսպանատներից ու դիվանագիտական այդ կորպուսից։ Նրանք ամեն ինչ էլ ուսումնասիրում են, գիտեն։ Իսկ իրանք եկել են, եվրոպամետները, վայ, ես նայում եմ համացանցում, այն որ երեխին կանֆետ են տվել, կինդեր ես բերում, այն չտես երեխին տալիս ես ուրախանում, ասում կինդեր ծմիկ են տվել ինձ։ Հիմա այդ վիճակն է մեր եվրոպամետների մոտ։ Ու ընդհանրապես, լսեք, այդ եվրոխելագարներ, դուք մի հատ կողմնորոշվեք։ Որն է Հայաստանի համար վտանգավոր, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը իրար հետ թշնամանան, թշնամացել են իրար են հոշոտում, ասում եք վտանգավոր է, զգուշացեք։ Իրար հետ ընկերություն են անում, ասում եք վտանգավոր է։ Արա, այ խելագարներ, մի հատ կողմնորոշվեք, հիմա որն է վտանգավոր, նրանց մտերմությունը, թե թշնամությունը։ Այնքան եք միզել ձեր այդ ընտրազանգվածի, ձեր այդ հետևորդների, ականջների մեջը, գոզահոտը փչում է, շանհոտը քիթը բռնում ես արդեն։ Սարքել եք ու բորն է, արա դրանց ականջները։ Երեք, այսօր էր խոսում էի մեկի հետ, իմ տարիքի մարդ է, էլի, ստեղ Ռուսաստան։ Ասում է, լավ կլինի, տես, ես չեմ ուզում վիրավորեմ, այդ մարդը ինձ լսում է, էլի։ Ասում է, գոնե որ ծերություն միջև թոշակի անցնեմ, Հայաստանը մտնի Եվրոպա, ես ասում եմ բարձր թոշակ կստանամ, գոնե ասում արժանավայել ծերություն կանցկացնեմ, էլի այս ձևի երազանքներ ունի, էլի։ Դες երեխա լրի, ես այս մարդու բացատրեցի, բայց մեկը չհավատաց, ասում է Եվրոպան ունի իր ստանդարտներ, ստիպված կլինեմ ինձ տան, ասում եմ, այսենց հիմարի տեղ եք դրել մարդկանց։ Հիմա հրճվում են, են բանը, ինչ էր անում են, Արաբաթը, այն ինչ
դուխեր հավաքել Կայա Կալլասի կողքով։ Արա լսեք, ընդհանրապես դուք մի հատ հարցի պատասխանեք ու լրագրողներ այդ հարցը տվեք։ Այդ միջին միջանցքը, որ Եվրոպային ու Թուրքիային տալիս եք, էլի։ Հայաստանը դրանից փող աշխատելու է, թե չէ։ Այդ տրանզիտը հայկական բյուջե փող բերելու է, թե չէ։ Ու ինչ է նշանակում միջանցք, լսեք, ասեք ճանապարհ։ Ընդհանրապես այդ պատասխանը մեկը կտա, մեկը կհարցնի այդ դեգեներատներից։ Ունին այսօր Վրաստանն էլ, օրինակ ճանապարհը։ Մարդիկ տրանզիտ ենք տալի, գնում ենք Ռուսաստան։ Չենք ասում Հայաստան միջանցք։ Մենք ասում ենք Վրաստանով անցնում ենք Ռուսաստան ենք գնում։ Հələ հարցրեք, էլի դուք հələ պատասխանեք, լսեք։ Այ հենց հիմա ես Եվրոպայում ապրող շատ մարդկանց այսօր նամակներ գրեցի ձայնային, որ ասեն, իրանք ունեն բան, վրացական ապրանքներ եղել է եվրոպական շուկայում։ Ես Բելգիայից ստացա, Գերմանիայից ընկերս գրեց ու բան, Իտալիայից մարդ կար։ Ասեցին չկա։ Չենք տեսել ոչ բորժոմի, ոչ իրանց են տխեմալի աջիկա մաջիկաներից, էլի գինի մինի։ Այս տեսեք, ռուսական շուկայում լիքն է։ Հայել եղել, ասեք, գինի էլ կա, այդ իմ ասած ամեն ինչն է կա, բորժոմին էլ կա, բանն էլ կա։ Վրացի ժողովուրդը տնտեսություն հասկացա, որն է իրան ձեռնտու։ Դուք, որը սենց, տեսեք, օտարերկրյա գործակալը սենց է լինում։ Սա որ գործակալ եք մանգալի, հիմա դուք Հայաստանի տնտեսություն ուր եք ուզում տանեք։ Կամ որ բանը տենց մեծ խոսում է, Արաբաթը։ Սենց դուխավորվել է, հասկանում եք, այն շակալը ոնց է, արջը քնած է ձվերի հետ ուզում է խաղա, կամ քացով խփի։ Այս ձևի մի հատ բան էր, էլի։ Արաբաթը։ Այսօր միլիարդները Ռուսաստանի հետ առևտրից է լցվում Հայաստան։ Բայց նայեք, այս է, երբ որ միջազգային իշխանությունները պարզապես դիվիդենտներ են ուզում շահել այստեղ կամ այնտեղ, էլի, ասեն, տես մենք էլ ենք մուշինա։ Գլուխը շոյեցին, տեսեք, Արաբաթը պոչը շարժում է այնտեղ, Նիկոլն էլ այնտեղ է շարժում։ Այսօր Ալիևն է փորձում ինչ-որ դիվիդենտներ շահի, բան, այնտեղ երևի Պարսկաստանին վախացնի, ասի, տես ռուսի վրա մատ են թափ տալիս։ Բայց իր սովորական ժողովրդին այսօր տերորի են ենթարկում շուկաներում։ Մոսկվայի շուկա, ռուսաստանյան շուկաների մեծամասնությունը ադրբեջանցիների ձեռքում է։ Հիմա նրանց բառից բուն իմաստով տերորի են ենթարկում։ Ստուգումներով ու բանով։ Եթե այդքան լավն է, Թուրքիան թող ադրբեջանցին գնա Թուրքիայում ապրի, Թուրքիայում աշխատի, իր տունը պահի։ Տեսեք, Ալիևը ինչ որ միտեղ ուզում է մեկին մի բան հասկացնի, իմ կարծիքով որոշ բան Պարսկաստանին է ուզում հասկացնի, որ ես հզոր եմ, տես նրա վրան կթքեմ, քո վրա էլ կթքեմ, էլի, այս կարգի։ Ու հեչին դուրը չեկավ, դեպուտատ կար մի հատ ռուս, դրանց արձագանքը, որ ու ըստ որոշ բաների, ինչ էր անունը, Պյոտր Տոլստոյ, որ ընդհանրապես թեքվեցին անդերկովկասյան դիասպորաներին կպան, համայնքներին, էլի, հայերին էլ հետը։ Արդեն կար, ես լսեցի որոշ տեղեր, որ ընդհանուր պետքա բոլորին ստուգեն։ Ընդեղից էլ Արաբաթն է բանալում, սենց փորձում իր շակալ տարիք բանով արջի ձվին խփի, էլի, ձվերի։ Տեսեք, մարդիկ են ապրում, հասկացեք, մարդկանց, տեսեք, սովորական, օրինակ, այսօրվա այդ ադրբեջանցիները, իրանց ամբողջ ծրագրերը քանդվեց, հասկանում եք, այդ մարդիկ, ազնիվ մարդիկ են, որ գալիս են աշխատեն, տարբեր բնակավարներում։ Իմ մեքենայի վարպետը ևս ադրբեջանցի է։ Հասկանում եք, մարդիկ ընտանիք ունեն, մարդիկ հարմարվել են։ Ինչպես եւ շատ հայեր են հարմարվել։ Ուրիշների պես իրանց տները չեն ծախել փախել Եվրոպա, ես իմ ինչ անեն, էլի, ոնց որ շատերը դարել են բոմժ, հասել են Եվրոպա կարևորը։ Ու հիմա այնտեղից ծիծաղում են այն մյուս հայերի վրա։ Այսօր
Հենց որ այդ Արաբաթը որ տենց խոսում է լսեք, ես էլ եմ ասում, եթե այդ միջանցքը լինի, դա վատ չի լինի, եթե Հայաստանը փող աշխատի, ասում եմ միջանցք, ճանապարհը։ Բայց հələ մի հատ պարզաբանեք, դա ճանապարհ է լինելու, ոնց որ օրինակ մենք Լարսով գնում ենք Վրաստան, էլի մեր ապրանքը։ Փողը մուծում են վրացուն գնում։ Այդ նույն ձևի միջին ճանապարհ է լինելու, որ պետք է կապեն Եվրոպան ու բանը իրար հետ Ասիան, թե լինելու է պրախադնոյ դվոր։ Այս կարևոր հարցը չեն տալիս ոչ Նիկոլին, ոչ Արաբաթին, ոչ են նրանց այդ դեպուտատներին։ Հայաստանը փող աշխատելու է, թե չի։ Կարևոր մի հատ հարց, մի հատ իմանանք, ես ինձ շատ է հետաքրքիր։ Թե այդ պրախադնոյ դվորը փոխում է Նիկոլը ինչ-որ խաղաղության հետ։ Որ այսօր խոսք տան, վաղը մյուս օր մի հատ միջադեպ կանեն, խաղաղությունը ջուրը կընկնի։ Ոնց որ այս սրանք հարցեր են լուրջ, որ պետք է մարդ մտածի։ Ոչ թե նստած, էյֆորիայի մեջ, վազվզեն, այս սրանք ընկած սա որ KGB-ի շպիոն են մանգալի, բայց որ իրանք այսօր դարձել են հենց արևմտյան այդ ուժերի շպիոն, նրանց գրանտներով, բանով, բայց ոնց է շպիոնը լինում։ Օրինակ նայում եք, օրինակ Վազգենի դեգեներատ ախպեր ինչով է ապրում, կամ Բաբաջանյանը, կամ են Տիկին Խզմալյանը, ինչով են սրանք ապրում, լսեք, սրանք ապրուստը որտեղից է գալիս։ Սրանք այդ գործակալական ցանցեր են, որ պարզապես ծառայում են, նայեք, եվրոպական տնտեսությանը, բայց ոչ հայկական։ Սա Հայաստանի տնտեսությանը իրանք չեն ծառայում։ Ու չհավատակ, որ երբևիցե ազատականացվեն վիզաները, որ դուք անգիստ մտնեք Եվրոպա։ Դա չի լինելու։ Ինչպես հայերի դեմ փակեցին Ռուսաստան մտնելու ճանապարհը։ Մի 10 տարի առաջ, 10 քանի տարի առաջ ծրագիր կար, որ մարդիկ հանգիստ կարող են գնալ Ռուսաստան, Հայաստանում գրանցվեին ու գնային ինչ-որ մի մարզում աշխատեին, ապրեն ու քաղաքացի դառնային։ Այդպես ծրագիր կար։ Մեր բարեկամներից էս ախորոց խնամին գնաց հենց այդպես։ Վարոնեժում են հիմա ապրում, ամբողջ ընտանիքը։ Համաձայն այդ ծրագրի, այս ամեն ինչը Հայաստանը փակել տվեց, որ Հայաստանը չդատարկվի։ Ու թող չթվա, որ դուք Եվրոպայի հետ ազատականացնելու եք, որ Հայաստանը դատարկվի գնա։ Հայաստանը ճորտ է պետք, Նիկոլին էլ է պետք, Սերժին էլ է պետք եղել։ Դուք բոլորի ժամանակ ճորտ եք եղել։ Այն որ ինձ ասում են անասուն, այ անասունը հիմա գիտեք որն է, այն որ չի հասկանում, որ ինքը այդ կարգավիճակում է։ Ու չի տալիս հարց նույն Նիկոլին, նույն լրագրողը, այդ ոնց չեղավ, որ տես Կալիֆոռնիայում տաների գներ անշարժ գույքը նույն արժեքը ունի ինչ որ Հայաստանում նայում եք նույն կվարտիրան կամ տունը նույն Բևերլի Հիլզի գները Հայաստանում տները բայց այնտեղ բանվորը որ այդ տունը սարքում է ստանում է ժամը $20 աշխատավարձ մաքուր 8 ժամ աշխատելու համար $160 գործատուն փող է տալի շինարարության այդ բան էլի կազմակերպությունը շինարարական Իսկ Հայաստանում բանվորը ստանում է օրը $20 ու աշխատում է ոչ թե 8 ժամ, այլ 10 ժամ մի բան էլ ավել։ Այդպես, սա ինձ ճորտ լինելն է։ Այս է, որ մարդուն անասունի տեղ են դրել։ Ու երբեք այս հարցը ու այս ձևի զուգահեռ ոչ մեկ չի անցկացնում։ Ոչ մի լրագրող, Նիկոլին օրինակ, ասուլիսի ժամանակ, կամ Պետրոսի մոտ ինչ-որ միտեղ, կամ Սաթիկի մոտ, սերժականներին չեն տվել։ Որտեվ գիտեք ինչ, որտեվ այս է, որ պետք է անասունը չիմանա, աչքերս էս փակ լինի, անասունին պետք է խաչը դնես դեմը, ասես դու ապրում ես հանուն խաչի, այ քո սրբությունների համար, Հայաստան։ Իսկ ոչ թե լուրջ հարցեր քննարկեն, էլի։ Դրա համար չեն ազատականացնելու, որ դու մնաս համ բանակում ծառայես, համ էլ այդ շինարարության վրա աշխատես, որ իրանց ռեստորաններում աշխատես, որ ռեստորանների գները խփել հասել արդեն Նյու Յորքի գներին։ Մտնում ես հայկական аэроպորտ են ինչ գներա կոֆեն բանը դրած։ Խանութները մտնում ես գները տեսնում ես սփռտնում ես։
Հենց հիմա դուք Եվրոպայի ժողովուրդը թող համեմատեն Հայաստանի խանութի գների հետ, ես Ռուսաստան չեմ ասում։ Նույն եվրոպական գները ամեն ինչն է։ Բայց տեսեք ինչ էժանա, ինչ ցածր աշխատավարձը, որտեվ լսեք դա ստրուկա, ճորտա։ Ու դրա համար այդ եվրոպամետները թիմարությունները որ ասում են, վիզաների, չի լինի վիզաների ազատականացում։ Ոչ մի բան էլ չի լինի, Եվրոպան իր եղածի ձեռն է քակնենգել։ Իրանց մոտի լցվածների ձեռը։ Դուք նույնիսկ նայեք, չեք հետևում, բանը, կարծեմ Հագա քաղաքում եղավ բան ՆԱՏՕ-ի գագաթնաժողով։ Տրամպը եկավ Եվրոպայի մեջումը դրեց 5% ՎՎՊ-ից, էլի այդ բանից, այդ համախառն ներքին արդյունքից, 5%։ Էդիկ ահռելի տոկոս է, հիմա եվրոպացիք sense գլուխները բռնել են։ Այդ կայա կալեցնել է դա։ Որ ասում ուզում եք պաշտպանեմ, դες կրիշ կանգնեմ, 5% պետքա փող տակ դες սա եկամուտներից բանակի։ Այդ հիմա բարդ բան է, այդ հենց դա ՎՎՊ-ի 5%-ը։ Դուք ուր եք գնում, հասկանում եք, դուք այն վերլուծությունները, որ կա, լսում եմ այն խելագարներով, բազբզում են այն բաներով, էլի, վարդագույն այն յեդինարոգների հետ, էլի, ամպերում։ Եվրոպային Եվրոպա, տեսեք Տրամպը ինչ օր է գցեք։ 5%, առաջ 2% են տալի, ծերը ծերին լացելով, հələ ոմանք էլ չեն ուզում տան։ Հիմա բարձրացրեց 5%։ Այսինքն, Քերոփը եկավ, ասեց կրշեմ կանգնում Եվրոպային։ 5%-ով կկայնեմ, ասում 5% չտակ, թող ռուսը գածես կանգնի։ Բայց Ռուսը Ամերիկայի 52-րդ նահանգն է։ 52-րդ նահանգով վախացնում է Եվրոպային, 51-րդ նահանգին։ Որ նա խելոք մնա։ Այսքանը կուզեի ասել, որտեղ նայում եմ ես ինչ ձև եմ վերլուծում ես ամեն ինչը։ Բայց լսեք, բիզնեսմենն է թելադրում կա երկրի բանը էլի sense տնտեսությունը հարկեր մուծողը։ Որ ջերմուկը այդքան ջերմուկ չբերեց Ռուսաստան օրինակ հարկամուծում էլի։ Իր աշխատողին այդքան աշխատավարձել չի տակը կրճատի ու շատ տնտեսությունը հենց դա է։ Ու դենց է երգիրը քանդվում էլի։ Ու նույնն էլ բանը, գյուղացուն մեր ասեմ էլի ֆերմերին։ Սուբսիդիան գիտեք ինչ է գյուղմթերքի։ Որ պետությունը ասում ամեն կիլոյից էլ այսքանը քեզ փող եմ տալի որ ցանես ծախես, որ էժան տաս, տանեն օրինակ ինչ որ միտեղ ծախեն։ Թուրքիան այդ են ցանում։ Ասում է ջերմոցին 200 դրամ է օրինակ պամիդորը։ Ասում է ամեն կիլո համար 50 ռուբլի, 150-ով դուր թող տանեն, որ նույն 200-ով ծախեն Եվրոպայում կարտոշկին, պամիդոր օրինակ։ Հայկական ֆերմեր քեզ սուբսիդավորում լինելու է քո գյուղմթերքին։ Թուրքիան գալու է քեզ շնչի։ Իր այդ տնտեսությամբ։ Ես երբեք թուրքից չեմ վախեցել։ Ոնց որ շատ ոչխար վախում է։ Գալու են, մորթեն, բռնաբար են, սենց անեն, սրի քաշեն, ասպատակեն։ Լսեք, Թուրքիայից պետք է վախենաս նրա տնտեսությունից, մենակ։ Ես մենակ դրանից եմ, միշտ վախեցել։ Այլ ոչ թե գալու են ասպատակեն։ Այսենց հարցեր չեն բարձրացնում լուրջ, էլի, բայց էշություններով, ոնց որ այդ մարդը ինձ ասում էր, էլի, ուրախացել էր, ասում էր, կգնամ թոշակի, միջև թոշակի գնամ, ասում եմ մենք Եվրոպա մտած կլինենք, ասում եմ ես բարձր թոշակ կստանամ, եվրոպական ստանդարտներով, ու ասում եմ մարդավարի, արժանավայել գոնե ծերություն կտեսնենք, միամիտ շաշ մարդ, ենքան են միզել ականջի մեջ, որ գոզահոտը փչում էր, արասենց, քիթես բռնած էի հետը խոսում։ Իսկանը, լավ մնացեք, հաջողություն։